ՀԾ ինտերնետ բանկի հետ ուղիղ կապի շնորհիվ հնարավոր է բանկային հաշվի քաղվածքը ներմուծել ՀԾ հաշվապահ։ Մուտք գործենք ինտերնետ բանկ համակարգ։ Մուտքագրենք ինտերնետ բանկի օգտագործողին և գաղտնաբառը։ Մուտքագրենք սարքի գեներացրած կոդը։ Մտնենք հաշիվներ և կանչենք հաշվի քաղվածքը։ Նշենք ժամանակահատվածը և սեղմենք կատարել։ Բացվեց հաշվի քաղվածքը նշված ժամանակահատվածի համար։ Այժմ ներմուծենք այն ՀԾ հաշվապահ։ Ինտերնետ բանկ ենթահամակարգից մուտք գործենք ներմուծել գործառնությունները ՀԾ ինտերնետ բանկից։ Նշենք անհրաժեշտ ժամանակահատվածը, ընտրենք հաշիվը, կարելի է նաև մեկից ավելի հաշիվների քաղվածք ներմուծել։ Մուտքագրենք ինտերնետ բանկի օգտագործողին և գաղտնաբառը։ Մուտքագրենք սարքի գեներացրած կոդը։ Գործառնությունները ներմուծվեցին։ Ընթացիկ կամ նշված տողերին կարող ենք համապատասխանեցնել փաստաթուղթ կամ կարող ենք դրանց հիման վրա ստեղծել փաստաթղթեր։ Քաղվածքի առաջին տողը մատակարարին կատարված վճարումն է։ Գործառնությունը կարող ենք համապատասխանեցնել համակարգում մուտքագրված վճարման հանձնարարագրի հետ։ Հաջորդ մի քանի տողերը աշխատակիցներին աշխատավարձի կանխավճարների տրամադրումներն են։ Կարող ենք նշել այդ տողերը և համապատասխանեցնել դրանք համակարգում առկա վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթին։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք խզել փաստաթղթի հետ համապատասխանեցումը։ Այժմ մշակենք արտարժույթի փոխարկման տողերը, այս անգամ դրանց հիման վրա նոր փաստաթուղթ ստեղծելով։ Նշենք գործարքի հետ կապված մուտքի և ելքի տողերը։ Կոնտեքստային ցանկի ստեղծել փաստաթուղթ հրամանով ընտրենք արտարժույթի փոխարկումը։ Փաստաթուղթը բացվում է ամբողջությամբ լրացված տվյալներով, գեներացնենք գործառնությունները և հիշենք փակենք։ 2005 ամսաթվով գումարի մուտքը մեր գնորդի կողմից պարտքի մարումն է։ Դրա հիման վրա ստեղծենք հիշարար օրդեր։ Փաստաթղթում ավտոմատ լրացվել է գործարքի տողը։ Դեբետ հաշիվը մեր հաշվարկային հաշվի տեղեկատվում լրացված հաշիվն է։ Կրեդիտ հաշիվը լրացվում է դրույթների համապատասխան հաշիվը։ Գործընկերոջ դաշտում լրացվում է այն գործընկերը, ում հաշվարկային հաշիվը համընկնում է գործառնության թղթակցող հաշվին։ Հիշել և փակել հրամանով գրանցենք փաստաթուղթը։ Ինտերնետ բանկից ներմուծված համապատասխան գործառնությունների համար կարելի է ստեղծել նաև վճարման հանձնարարագիր, դրամարկղի մուտքի կամ ելքի օրդեր։